Մորեխներ, ծղրիդներ եւ ալյուրի որդեր, ոչ այն, ինչ սովորաբար սպասում եք ձեր աղցանի մեջ, բայց Գերմանիայի Մարբուրգ քաղաքի ուսանողական հանրակացարանում գտնվող սրճարանի ճաշացանկում կգտնեք միջատներ, կարտոֆիլի ֆրիի եւ աղանդերի հետ միասին։ Սրճարանի սեփականատեր Մարտին Բաումգարտենն ասել է, որ գաղափարը ծագել է համավարակի ժամանակ, երբ ուսանողներն ու համալսարանի աշխատակիցները տանն էին։ Աշխատանքային ժամերը կրճատված էին եւ սրճարանը վաճառում էր միայն առաքման համար նախատեսված ուտեստներ, ինչը նրան ավելի շատ ժամանակ էր տալիս խոհանոցում փորձարկումներ անելու համար։ Որպես որակավորում ունեցող խոհարար, որը բնականաբար նաև խաղում է սննդի հետ, ես ի վերջո հանդիպեցի միջատների եւ ավելի ու ավելի հետաքրքրվեցի։ Մտածեցի, որ կփորձեմ դրանք։ Բաումգարտենի խոսքով նա ոգեշնչվել է իր երեխաներից, որոնք ճամփորդել են Ասիա եւ փորձել են այնպիսի ուտեստներ, որոնք սովորաբար չեն ուտում Գերմանիայում, բայց ոչ միայն համալսարանի ուսանողները, այլև աշխատակիցներն են ենթարկվել Բաումգարտենի խոհարարական արկածներին։ Սրճարանում միջատները լայն մասսայականություն են վայելում, հաճախորդները որպես կանոն միշտ գոհ են հեռանում։ 96 տարեկանում Օդիլոն Մարտինսը չի պատրաստվում իր թիերը մի կողմ դնել։ Սանտա Կատարինայից թոշակի անցած պրոֆեսիոնալ մարզիկը կրում է աշխարհի ամենատարեց ակտիվ թիավարողի տիտղոսը, որը նվաճել է մարզաձևին գրեթե 8 տասնամյակ նվիրված լինելու արդյունքում։ Թիավարելուց առաջ ես բասկետբոլ էի խաղում, եւ քանի որ միշտ անցնում էի թիավարության ակումբի կողքով, նրանք ինձ հրավիրեցին թիավարելու։ Ես համաձայնեցի եւ դա հիանալի էր։ Ես հաղթեցի իմ առաջին մրցավազքերում սկսնակների կատեգորիայում։ Դա ինձ ստիպեց այլևս երբեք չդադարել թիավարել։ Որպես վետերան ես հաղթել եմ գրեթե բոլոր մրցավազքերում 1991 թվականից ի վեր։ Ես մասնակցել եմ ռեգատաների ավելի քան 36 երկրում, Եվրոպայում, Կանադայում, Միացյալ Նահանգներում եւ ցույց եմ տվել իմ կարողությունը։ Բոլորին հաղթելը հեշտ չէ։ Մարտինսը գրեթե ամեն օր մարզվում է Բրազիլիայի հարավում գտնվող Ֆլորիանպոլիս քաղաքի Clube Aldo Luz կոչվող ակումբում։ Նա այնտեղ ծնվել է եւ այնտեղ էլ թիավարությունը դարձել է իր կյանքի անբաժանելի մասը։ Մարտինսի ճանապարհորդությունը սկսվել է 1950-ականների սկզբին, երբ թիավարությունը փորձելու պատահական հրավերն ամեն ինչ փոխել է։ Այդ ժամանակվանից ի վեր Մարտինսը մասնակցել է 36 երկրի ռեգատաների, հավաքելով վարպետության աշխարհի ավելի քան 20 տիտղոս։ Տարիքը փոխել է նրա մոտեցումը։ Նա այլևս մենակ չի թիավարում։ Նա խնդրում է զույգերով կամ քառյակով թիավարությունը։ Այդուհանդերձ չի կորցրել իր մրցակցային ոգին։ Վերջերս կայացած աշխարհի առաջնությունում Մարտինսը նամակով թիավարել է իր թոռան 44-ամյա Դիոգո Սոուզա դա Սիլվայի հետ, մի կատեգորիայում, որտեղ տարիքային խմբի համակցված թիվը գերազանցել է 70-ը։ 2016 թվականին օլիմպիական ջահը կրելուց մինչև այս տարի Իսպանիայում արծաթե մեդալ նվաճելը Մարտինսը շարունակում է ապացուցել, որ չի դադարում համառ լինելուց եւ դանդաղելու մտադրություն բոլորովին չունի։ Հենվելով հենակների վրա եւ դաշտի եզրագծին դրված արհեստական վերջույթները կարգավորելով տասնյակ պաղեստինցի անդամահատված վերջույթներով ֆուտբոլիստները հավաքվել են Գազայի կենտրոնում ֆուտբոլային մրցաշարի համար, որը նրանց խոսքով նվիրված է երազանքների իրականացմանը, նաեւ սպորտի հանդեպ սիրո եւ հույսի ուղերձ փոխանցելուն։ Ֆուտբոլիստները, որոնցից մի քանիսը ըստ կազմակերպիչների կորցրել են վերջույթները Գազայում վերջին պատերազմի ժամանակ Իսրայելի արձակած կրակի հետևանքով, մասնակցել են Դեիր ալ-Բալահում կայացած խաղին, առաջնության շրջանակում։ Այս առաջնությունը միավորում է ավելի քան 50 անդամահատված խաղացողի, տղամարդկանց, մեծահասակների եւ երկու սեռերի ավելի քան 10-ից 15 երեխայի։ Առաջնությունը բաղկացած է մի քանի խաղից։ Առաջնության ավարտին հաղթող թիմին կշնորհվի մրցանակ։ Ֆուտբոլիստներն ասում են, որ ձգտում են ներկայացնել Պաղեստինը եւ Պաղեստինի ազգային հավաքականն արտասահմանյան երկրներում, խաղալ այլ ազգային հավաքականների դեմ եւ ապրել իրենց կյանքով, ինչպես բոլորը։ Բոլիվիացիները երթ են իրականացրել ի պաշտպանություն իրենց կառնավալային ծաղրածու Պեպինոյի, այն բանից հետո, երբ կերպարը օգտագործվել է Պերույում մի քանի օր առաջ կայացած տոնակատարության ժամանակ։ Վեճը բռնկվել է, երբ սոցիալական ցանցերի տեսանյութերում Պեպինոն եղել է Լիմայում կայացած Կանդելարիա կույսի տոնակատարության մասնակիցների շարքում։ Բոլիվիացիները երթի են մասնակցել պաշտպանելու կառնավալային կերպարն իրենցը լինելու իրավունքը եւ դատապարտելու մշակութային յուրացումը։ Իրականում Պեպինոն, այսպես ասած, վերակենդանանում է ամեն փետրվարին, որ
որպես կառնավալային ոգի, որը սկիզբ է դնում Բոլիվիայի մայրաքաղաքում հեթանոսական տոնակատարությանը։ Պեպինոյի վերակենդանացումը կամ արթնացումը ամենամյա ծես է, որը սկսվում է, երբ բոլիվիացիներն այցելում են Լապասի գլխավոր գերեզմանատուն։ Այնտեղ նրանք վերցնում են դագաղի մեջ 1 տարի քնած կառնավալի ոգին եւ այն իրենց հետ փողոցներով տանում շքերթի ժամանակ։ Բոլիվիայում տեղի ունեցած վրդովմունքը Լապասի իշխանություններին ստիպել է պահանջել մշակույթի նախարարությունից միջոցներ ձեռնարկել։ Լապասի մշակույթի քարտուղար Ռոդնի Միրանդան իր սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում ասել է, որ իրենք նմանատիպ բախումներ են ունեցել Պերուի հետ, նաև այլ ժողովրդական միջոցառումների հետ կապված, ինչպիսիք են Անդյան Մորենադա պարը կամ Օրուրոյի կառնավալի Դիաբլադա պարը։ Որոշվել է, որ Լուվրի թանգարանի որոշ սենյակներ, որտեղ հունական ծաղկամաններ են ցուցադրվում, նաև գրասենյակային որոշ հատված, որը կառուցվել է դեռևս 1930-ականներին եւ այժմ վատ վիճակում է գտնվում, ժամանակավորապես փակ կլինեն։ Թանգարանը նման հայտարարությամբ է հանդես եկել այն աղմկահարույց կողոպուտից 1 ամիս անց, երբ պարզվեց, որ աշխարհում ամենաշատ այցելություն ունեցող թանգարանն անվտանգության առումով բավականին խոցելի է։ Լուվրը կորցրել է $102 միլիոն արժողությամբ պատմական զարդեր հոկտեմբերի 19-ին, երբ երկու տղամարդ բարձրացել է երկրորդ հարկ, կոտրել պատուհանը, արել իրենց սև գործը, ապա փախել 2 հանցակցի վարած սկուտերներով։ Թանկարժեք զարդերը դեռևս չեն վերադարձվել։ Լուվրի որոշ հատվածի ժամանակավորապես փակվելու մասին հայտարարությունը թանգարանի վերանորոգման խիստ անհրաժեշտության վերջին նշանն է։ Այն հաջորդում է պետական աուդիտորի զեկույցին, որը կողոպուտից հետո հայտարարել էր, թե իր ղեկավարությունն անտեսել է շենքի անվտանգությունն ու ենթակառուցվածքները, չափազանց շատ գումար ծախսելով արվեստի գործերի ձեռքբերման եւ համավարակից հետո վերագործարկման նախագծերի վրա։ Շենքի կառավարիչը հայտարարել է, որ նոր տեխնիկական զեկույցը ցույց է տվել սալի թևի երկրորդ հարկի տակ գտնվող գերանների թուլությունը, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել փակել առաջին հարկում գտնվող Կամպանա պատկերասրահը եւ տեղափոխել թանգարանի 65 աշխատակցի երկրորդ հարկից։ Կամպանա պատկերասրահը հարակից է Ապոլոն պատկերասրահին, որտեղ պահվում են ֆրանսիական թագի զարդերը, որոնք անցած ամսվա կողոպուտի թիրախ էին դարձել։ Մեխիկո քաղաքի մարդաշատ խաչմերուկում լուսացույցը կարմիր է դառնում, իսկ ասֆալտը վերածվում է բեմի։ Երկրների միության անդամները Վենեսուելայից, Կոլումբիայից, Մեքսիկայից եւ այլ երկրներից ժամանած պարողներից կազմված խմբից են։ Նրանք պտտվում են, ակրոբատիկ շարժումներ են անում, իսկ այդ ընթացքում մեքենաների ազդանշաններ են հնչում։ Վարորդներն էլ իջեցնում են պատուհանները նրանց գումար տալու համար։ Այս պարողների համար փողոցը դարձել է եւ աշխատավայր եւ ապաստան, քանի որ փոփոխվող ներգաղթային քաղաքականության պատճառով հազարավոր ներգաղթյալներ ստիպված են եղել մնալ Մեքսիկայում։ 21-ամյա վենեսուելացի Էդվին Ալեխանդրո Բրավոյի համար խաչմերուկը ծառայում է որպես մարզումների վայր եւ ապրուստի միջոց։ Ամեն առավոտ նա իր բնակարանից գնում է աշխատանքի, կանգ առնելով սուրճ խմելու իր առաջին ելույթից առաջ։ Մոր Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո Բրավոն փորձել է հետևել նրան, հատելով վտանգավոր Դարիեն գապը եւ Կենտրոնական Ամերիկան։ Սակայն Միացյալ Նահանգների փոփոխվող ներգաղթային քաղաքականությունը խափանել է նրա ծրագրերը։ Չկարողանալով շարունակել իր ճանապարհը դեպի հյուսիս, Բրավոն մնացել է Մեքսիկայում եւ անցել է փողոցային ելույթների։ Անձնակազմն ասում է, որ լուսացույցի շոուներն իրենց բերում են ճանաչելիություն, սոցիալական ցանցերի հետևորդներ եւ երբեմն վճարովի համերգներ։ Նրանք փորձում են վերականգնել իրենց կյանքը տնից հեռու։ Փարիզի խորհրդանշական Շանզելիզեում Սուրբ Ծննդյան լուսավորությունը միացրել են եւ Ֆրանսիայի մայրաքաղաքը դիմավորել է տոնական շրջանը։ Աշխարհի ամենահայտնի պողոտաներից մեկում գտնվող ծառերը լուսավորվել են լույսերի ալիքով, որոնք կայծկլտում են եւ փոխում գույները, հասնելով մինչեւ հաղթական կամարը։ Մարոթ Արվերդյան, Այլ լուրեր։